Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Առաջինը 44 օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 18 առաջարկը կանգնեցնել պատերազմը, որը մերժվեց վարչապետի կողմից։ Երկրի շահերից է բխում անկասկած օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ դեպքը անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից է բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա, պես մաքրվել է պարտությունից եւ նոր առաջնորդ փորձի վերանորոգել այն խնդիրները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։ Չի արել։ Արդյունքում ազնվեց Գորիս Կապան ճանապարհը, Շորնուխի կեսը եւ այլ չթվարկեմ։ Եվ այս շարքը ես կարող եմ շարունակել։ Օրինակ, երբ ճանաչվեց Պրահայում Արցախ-Ադրբեջանի կազմում, բխում էր դա Հայաստանի շերտերքը չեն բխում։ Հիմա փորձենք հասկանալ, ինչի է այս քայլերը արվում։ Օրինակ պատերազմից հետո կամ միգուցե շարունակեմ, որից հետո ավելի հասկանալի կլինի։ Օրինակ ինչի սկսեց Նիկոլ Փաշինյանը բանակցել Ալիևի հետ առանց միջնորդների։ Միջներ թույլ կողմը, պարտվող կողմը առաջի շահագրգիռ կողմն է, որ լինեն հզոր միջնորդներ, որոնք կերաշխավորեն բանակցային գործընթացը եւ այդ գործընթացի արդյունքները։ Շարունակեմ այդ շարքը։ Ինչու Միացյալ Նահանգներում այս օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթերում Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չփորձել բանակցել խաղաղության հաստատման եւ ամրապնդման միջազգային երաշխիքների խնդիրը։ Նույնիսկ փորձ չի արվել, ես համոզված եմ, որ փորձի պարագայում հնարավոր էր դրան հասնել։ Հիմա փորձենք հասկանալ ինչն է միացնում այս բոլոր կետերը։ Մեկ բան։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու հետ, եւ դա իրեն ձեռ է տալիս մեկ պատճառով։ Խաղաղությունը ուղիղ կապվի իր անձի հետ, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իրեն ուղղակի պետք էր օդի ջրի պես, որ ժողովուրդը այնպիսի սարսափ եւ վախ ունենան եւ անդադար լինի այդ սարսափը եւ վախը, որ քվեարկությունների ժամանակ ասեն սա իսկապես պատոհաս է երկրի համար, բայց լավ է սա լինի կամ պատերազմ։ Սա դասական այն օրինակն է, երբ երկրի եւ ժողովրդի շահերը ուղղակի հակասության մեջ են երկրի առաջնորդի ազնական շահերի հետ։ Իր նպատակը իշխանություն պահելն է։ Իշխանություն պահելը պայմանավորված է, թե ինչ չափի սարսափ պետք է լինի մեր ընտրողների մոտ, որ հենց կիրառվի այդ բանաձևը, լավ այս պատոհասը լինի ազգակործան, քան լինի նոր պատերազմ։ Սա այս պարզ տրամաբանական շղթան բերում է այս եզրակացության։ Հետևաբար օգտագործեմ ոչ իմ այսպես տերմինները, այսօր Նիկոլ Փաշինյանը թոք է Հայաստանի Հանրապետության վզին եւ այդ թոքից պետք է ազատվել։ Սա կրկնեմ, փորձեցի շատ պարզ sense տրամաբանական շղթան կառուցել, թե ինչ վիճակում ենք մենք հայտնվել։ Ունիկալ վիճակ է։ Եվ ամբողջ հույսը կրկնեմ նրա վրա է, որ միամիտ քաղաքացին իսկապես
այսպիսի վերլուծություններ չանելով հերթական անգամ մտածի ասենց երկու ճարիքից որի հետևից է ինքը գնում։ Մեր առաջարկը եւ մեր մոտեցումը հետեւյալն է. պետական շահերը առաջի տեղում, ժողովրդի շահերը առաջի տեղում եւ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի եւ պետականության շահերը։ Այլ կերպ ոքի չի կարող լինել։ Այլ կերպ նշանակում է մեկ բան. մենք կործանում ենք մեր հայրենիքը։